Ով կարող է դրան փրկած լինի։ Դե եթե փրկելու հարցը, ուրեմն մահերն է։ Տենց ես կարծում։ Հա, բա ոնց։ Այդ մահերի ձևն է, էլի։ Ինչքան աննորմալ, անպետք, աշխարհից լքված մարդ կա, սա այն ինքն է փրկում։ Բարև։ Այնուամենայնիվ եկար։ Ես չէի կարող չգալ։ Դավաճան։ Աննա, ես քեզ չեմ դավաճանել։ Դու ոնց կարողացար մոռանալ այս ամենը։ 25 տարի գիտքդի շունչ շնչի ենք ապրել, դու ոնց դավաճանեցիր ինձ։ Աննա, ես չեմ դավաճանել քեզ։ Ստում ես դավաճանել ես։ Ով այդ աղջիկը, հա, ով որ կարողացավ մեր արանքում կանգնել, հա, ու բաժանեց քեզ ինձնից, հեռացար լքեցիր ինձ, ով։ Աննա, ես չեմ լքել քեզ։ Լռի, լռի։ Աննա։ Թող ինձ, հա։ Աննա, ես մոտ չգաս։ Լավ է, որ Բերոյանը եկավ Աննայի մոտ, կբացատրվեն, կհասկանան իրար։ Բերոյանը չի կարող թողնել Աննային, եթե մի քիչ խիղճ ունի, եթե սիրտ ունի, չպիտի լքի նրան։ Այդ վիճակում Աննայից հեռանալ անմարդկային կլինի, տա Աստված, որ հաշտվեն, տա Աստված։ Սիրելիս, Բերոյանը կին ունի, նա սիրում է իր կնոջը, նրա կինը քո մասին իմանալով ինքնասպանության փորձ է արել։ Նա ձեզ տեսել է միասին, ես չգիտեմ թե ձեզ ինչն է կապում, բայց նրանց կապում է երկար տարիների համատեղ կյանքը, սերը, երեխաները, անցյալը, հիշողությունը։ Մի խառնվիր, հա, մի փչացրու, մի հեռացրու Բերոյանին իր կնոջից։ Դու օտար մարմին ես նրանց արանքում, հասկանում ես, դու… Ես գիտեմ, Լեռնիկն ինձ ասել է, որ դու նրան չես սիրում, այն սիրով, ինչ կինն է սիրում տղամարդուն։ Ես գիտեմ, որ դու նրան վերաբերվում ես բարեկամի, հարազատի պես, բայց քո ջերմ ու տաք վերաբերմունքը հասկացիր, շփոթության մեջ է գցում նրան։ Հույս է տալիս նրան, ինգա նա տղամարդ է, հասկանում ես, տղամարդ է, և հույս ունի, որ մի օր դու նրան կսիրես այն սիրով, ինչ ինքն է փափագում։ Ինգա նա Հայկը չի, հասկանում ես, Հայկը չի, նա Մարլեն Բերոյանն է, Հայկն այլևս չկա, այն վիրավոր անօգնական մարդը, ում դու կտար ձեր այգում, խնամեցիր, բուժեցիր, այլևս չկա, հիմա դու գործ ունես Մարլեն Բերոյանի հետ, բաց թող նրան, թող ինգա, բուժեցիր, ոտքի կանգնեցրեցիր, լավ արեցիր, հիմա թող գնա, նա իր կյանքն ունի, դու գործ չունես նրա հետ, նա իր կյանքն ունի և այդ կյանքի մեջ դու չկաս, հասկանում ես, դու այդտեղ տեղ չունես, դու հասկանում ես, թե ես քեզ ինչ եմ ասում, ուրեմն հեռու մնա Բերոյանից, դու նրա հետ գործ չունես, հասկացար, դու նրա հետ գործ չունես, նա կին ունի, մի առնչվիր նրա հետ, հեռացիր, վերացիր, հասկանում ես ինգա, դա ոչ մի բանի չի հանգեցնի,
ոչ մի լավ բանի ինգա դու ինձ հասկանում ես։ Իսկ նրա սերը քո հանդեպ դա կանցնի, դու առաջինը չես, ժամանակի ընթացքում կանցնի, հեռու մնա Բերոյանից, նա կին ունի, հիմա ինչ ես անում էստեղ, ինչ գործ ունես դու ես հիվանդանոցի բակում, ում ես սպասում ինգա, Բերոյանին ես սպասում, գնա տուն ինգա, գնա գյուղ, մի սպասիր, գնա գյուղ քեզ ասում եմ, գնա ինգա, չեմ հասկանում դու, ինգա դու բարի խղճով աղջիկ ես, դու չես խղճում նրա կնոջ, ինգա, Աննա, ես չեմ ուզում խաբել քեզ։ Հեռացի, հա, գնա ու էլ չգաս ինձ մոտ։ Աննա, ես Գնա Մարլեն, գնա խնդրում եմ քեզ, գնա ինձ հանգիստ թող։ Ալո, Սուրենի ջինգան փախավ։ ոնց փախավ։ Չգիտեմ, Սուրենի շմիկին դուրս եկավ հիվանդանոցից։ Ինգան մոտեցավ, այդ կնոջը խոսեցին ու փախավ։ Բա ինչի չգնացիր հետևից, ինչի չպահեցիր։ Սուրենի ես մեքենայով քշեցի հետևներից, հասա, բայց մտավ զբոսայգի անետացավ։ Ուրեմն ասում ես մհերն ա դրան տարել։ Դե 100% ասել չի լինի, Վարոսիչ։ Ուղղակի մտածում եմ, որ մհերը ձեզ հետևել է, մտածելով, որ Արմենին տղուն կգտնի, տենց այդ ընթացքից հետևել է, բայց Հայկին է հայտնաբերել։ Որտեղ ա հայտնաբերել։ Դե այնտեղը, որ ասեցիք է, որ տարել էիք են տվի, դեն փոսը, որ ասիք փոսի մեջ էլ եկե հայտնաբերել է, հետևել է։ Ասենք թե։ Թե որ եկել է ձեր հետևից, հետո պահկվել է մարանա մտե կատվի պես, հենց որ դուք թողե գնացել եք, եկե մտել է փոսից հանել է, Վարոսիչ համել Աշոտը ասում էր, որ ավտոյի հետևից պոչ է տեսել, տենց երևի հետևել են էլի։ Ես որ դրան չխփեցի։ Այդ այնց է, խղճից է, Վարոսիչ։ Ամեն մարդ այս կյանքում իր խղճի ձեռից է տուժում, հա, ուրիշ բան չկա։ Ես այն խղճի ձեռը կրակընկրած տղա եմ, հա, դուք էլ եք տենց։ Ուրեմն քեզ հանձնարարություն Ռուբո։ Գտի դրան։ Ում, մհերին թե Հայկին։ Մհերը ինձ պետք չի։ Առայժմ պետք չի։
Հայկին գտի ու դու գիտես ինչ պիտի անես։ Վարոսիչ, գիտեմ, Բայց չկա։ Ռուբո, Աշոտին ու Գուգոյին էլ քեզ եմ տալիս, որին ուզում ես վերցրա հետդ։ Գտի այդ Հայկին, թթվելա վրես, գտի ու դրա հարցերը լուծի։ Ռուբո, լավ չես ասում, հաստատ ասա։ Չէ, Վարոսիչ, ուղղակի ասում եմ, թող գոռը զբաղվել, ես... Գոռը ուրիշ հանձնարարություն ունի, նա ուրիշ գործով պիտի զբաղվի։ Արմենի հաշվով։ Հետ քեզ չի վերաբերում, դու քո գործով զբաղվի։ Գնացինք։